Այն որ օրեր է լինում, որ նույնիսկ 8-9 ժամ քնելուց հետո առավոտը զարթնում ես շատ հոգնած։ Այս վիճակում որ պետք է քերելով պոկեն տեղաշորից։ Իմ մոտ այսօր այդ օրերից էր, ու ես միանգամից առանց հաց ուտելու, առանց ոչ մի բան անելու ինձ հասցրեցի մարզասրահ ու սկսեցի կարդիո։ Ընդամենը մի ժամ կարդիո անելուց հետո ես ինձ հիասքանչ էի զգում ու դրանից հետո շատ պրոդուկտիվ օր եմ ունեցել։ Մոտ մի 7-8 жամ անընդմեջ գործ եմ արել, տեղից ընդեղ եմ վազել ու մինչև հիմա լիքը էներգիա ունեմ։ Մենտալ վիճակը բարելավելու համար ֆիզիկական ակտիվությունը ամենալավ բաներից է, որ դու կարաս անես։ Ու ես նույնիսկ պարտադիր չի լինի գնալ մարզասրահ ու ինչ որ երկար ուժային մարզում անել կամ 2 ժամ ինտենսիվ կարդիո անել, նույնիսկ 10-15 րոպե քայլելը կարա ահռելի ազդեցություն ունենա քո ինքնազգացողության վրա, որովհետև այս օգնում է մեր ուղեղում որոշ մոլեկուլներ սինթեզել, որոնք ուղղակիորեն պատասխանատու են նրա համար, թե մենք մեզ ոնց ենք զգում։ Ես հատկապես խորհուրդ եմ տալիս մարդկանց կարդիո անել երկար ու ինտենսիվ մտավոր աշխատանքից առաջ, որովհետև կարդիոն կարա կարճաժամկետ ու նաև երկարաժամկետ բարելավի մեր կոգնիտիվ աշխատանքը։ Ես որ եթե քեզ շատ վատ ես զգում, հոգնած ես, դեմոտիվացված, ոչ մի բան անելու ցանկություն չկա, զուտ սկսի շարժվել։ Շատ հաճախ նույնիսկ 10-15 րոպե քայլելը կարա լիովին փոխի քո օրվա ընթացքը։